Նրան տապանում հյուրընկալել է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հայ-իրանական համատեղ զորավարժություններ են անցկացվում սահմանային անվտանգության նպատակով, հայկական զինված ուժերը հայկական սահմանի կողմից, իրանականը իրանական կողմից, ըստ իրանական կողմի հաղորդագրության, որևէ վտանգ Հայաստանի և Իրանի տարածքում չկա, այս զորավարժությունների նպատակն է բարձրացնել պատրաստվածությունը մարտական ուժերի, ահաբեկչության դեմ պայքարել և կայուն խաղաղություն պահպանել։ Դուք ինչպես եք գնահատում այս համատեղ զորավարժությունը և վտանգ չկա, դա ասվում է զուտ, որպեսզի հանրային խոճապային տրամադրություններ չառաջանան, թե իսկապես վտանգ չկա, որովհետև ֆոնային առումով մենք հասկանում ենք, որ վտանգ կարող է ցանկացած պահի լինել։ Նախ վտանգը կա, վտանգը գեներացվում է առնվազն վերջին 5 տարվա ընթացքում, վտանգը կոչվում է Ալիևյան Ադրբեջան, վերջին ամիսների ընթացքում, այն պահից սկսած, երբ որ Դոնալդ Ֆրեդի Թրամփը հայտնվել է Սպիտակ տանը, վտանգը մի քանի անգամ ավելացել է, հաշվի առնելով, որ վտանգի տակ է հայտնվել, հարվածի տակ է հայտնվել նաև Իրանը։ Ընդհանուր առմամբ այդ զորավարժությունները կարելի է միայն և միայն ողջունել։ Ինչու ողջունել, որովհետև Հայաստանը այս պահին չունի որևէ անվտանգության երաշխավոր և ընդհանրապես որևէ մեկ աշխարհում չունի։ Հայաստանը չունի որևէ դաշնակից անվտանգային համակարգում, որը որ մեր հետ դաշնակցային հարաբերություններ ունենա անվտանգության հետ կապված այդ չափումով։ Հայաստանը ցանկացած անվտանգային ճարտարապետությունից դուրս է այս պահին։ Այդ ՕԴԿԲ, ՄՈԴԿԲ, չգիտեմ ինչ լիրիկա է։ Դրանից ելնելով Հայաստանը պետք է կառուցի գործընկերային հարաբերություններ բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իրանը այդ շահագրգիռ կողմերից մեկն է։ Զորավարժությունը ուղղված է քաղաքական իմաստով Ադրբեջանի դեմ, սա նախազգուշացում է Ադրբեջանին, ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը հանկարծ իր չափսերից դուրս գա։ Զորավարժությունը ինչի է անցնում Իրանի տարածքում և Հայաստանի տարածքում, ստեղ կա երկու պատճառ։ Առաջինը դա հենց զորավարժությունների լեգենդն է, ըստ որի խոսքը գնում է սահմանային անվտանգության մասին, այսինքն մենք կանխում ենք այդ լեգենդի համաձայն, որքանով ես հասկանում եմ, ինչ որ ներթափածման փորձ Իրանի կողմից, իրենք կանխում են մեր կողմից, կարևոր չէ, հա, որ կողմից է, բայց հենց լեգենդը դա է զորավարժությունների։ Եվ երկրորդը, ինչը շատ ավելի կարևոր է, որքանով ես գիտեմ, Իրանը բազմիցս է մեզ առաջարկել անցկացնել զորավարժություններ համատեղ եւ այդ զորավարժությունները անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր ղեկավարությունը այդ ճանապարհով չի գնացել, ես կարծում եմ դա էլ է եղել ողջամիտ մտածում եւ հիմա եկել է մի կոմպրոմիսային տարբերակ, երբ որ մենք ունենք համատեղ զորավարժություններ, բայց այդ զորավարժությունները իրանցիները անցկացնում են իրենց տարածքում, իսկ մենք մեր տարածքում։ Քաղաքական նպատակը պարզ է, լեգենդը պարզ է, շահագրգիռ կողմերը պարզ են։ Հիմա համատեղ անցկացնելու մեր տարածքում ինչու պետք է հայկական կողմը հրաժարվի կամ չցանկանա այդպիսի զորավարժություն անցկացնել, այստեղ կաշկանդողը ինչն է։ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ում կարող են դա սխալ հասկանալ։ Միակ կաշկանդող հանգամանքը։ Պարոն Ստեփանյան, Զախարովան հայտարարում է, որ Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հստակություն լինի Սյունիքում ռուսական հյուպատոսության բացելու հետ կապված։ Հայկական կողմի դիրքորոշումը ենթադրելի է, ինչպիսին կլինի։ Սա ժամկետ է տալիս հայկական կողմին այդ հյուպատոսության հետ կապված։ Ես երբեք չեմ փորձի ենթադրել, թե հայկական կողմի դիրքորոշումը ինչպես է լինել, ինչպիսին է լինել։ Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին։
Ես կարող եմ ասել ինչն է ենթադրելի ողջամտության եւ ռացիոնալության տեսանկյունից, ենթադրելի է, որ այդ հյուպատոսությունը չպետք է բացվի ոչ մի դեպքում։ Իրենք դեռ անցյալ տարի հուլիսի 1-ին Լավրովը ինչ որ հրաման է ստորագրել, որ հուլիսի 1-ին այդ հյուպատոսությունը պետք է բացվի։ Երբ որ ես այն ժամանակ այդ հարցը ուղղեցի համապատասխան մարմիններին, ինձ ասացին, որ դա չի լինելու։ Ես չգիտեմ հիմա լինելու է թե ոչ։ Ռուսաստանը չպետք է 20 թվականի սեպտեմբերի 27-ից հետո որևէ տեղ Հայաստանի Հանրապետություն մեր ներկայությունը ավելացնի։ Ոչ միայն Սյունիքի մարզում, ոչ միայն Կապանում, ոչ միայն այդ իրենց մտքերում, գոյություն ունեցող Միջանցքի շրջակայքում, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չպիտի ներկայություն ունենա, չպիտի այդ ներկայությունը ավելանա։ Միայն պետք է գնալով պակասի։ Որտեվ նրանք դաշնակից չեն, երբ որ նրանք ասում են, որ սա սիմետրիկ քայլ է եւ Հայաստանը ունի մի քանի հյուպատոսություն Ռուսաստանում, նրանք մեկ պարզ պատճառով սխալվում են, որ դա չի կարող լինել սիմետրիկ, հաշվի առնելով որքան հայ է ապրում Ռուսաստանում եւ որքան ռուս է ապրում Հայաստանում։ Կապանում նոր հյուպատոսությունը որևէ կերպ, որևէ ողջամտության եւ ռացիոնալ բացատրություն չի կարող ունենալ, ողջամիտ բացատրություն։ Ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա։ Բայց ռուսական կողմի թաքնված այդ նպատակները որոնք են այդ հյուպատոսությունը անընդհատ պնդելու, որպեսզի բացվի։ Ավելացնել սեփական ազդեցությունը։ Իրենք վաղուց պատրաստել են Սյունիքի մարզում Լավրով 2 օպերացիա։ Այն ինչ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ինչ որ նորություն կա։ Այսինքն դիտարկում են սցենար, եթե հնարավոր չլինի Ադրբեջանի ձեռքով կամ ռազմական ճանապարհով դատարկել այդ տարածքը վերահսկողության տակ վերցնել, ապա անել հյուպատոսության միջոցով, այդպես փափուկ գործիքի միջոցով, ցանկացած միջոցներով ավելացնել իրենց ներկայությունը Հայաստանում, իրենց ազդեցության գոտին, որպեսզի հետագայում այդ ազդեցության գոտին վաճառեն թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչ որ բանի դիմաց, այնպես ինչպես վաճառեցին Արցախը, որևէ նոր բան չկա։ Ռուսաստանը վաղուց, Պուտինյան Ռուսաստանը վաղուց դարձել է դեստրուկտիվ գործոն։ Մենք դրանում բազմիցս համոզվել ենք ցավոք մեր սեփական մաշկի վրա։ Հիմա բերել նրանք առանցդ էլ կան այնտեղ։ Հայ-իրանական սահմանում չկան, բայց մի քանի կիլոմետր այսքան որքանով ես գիտեմ, նրանք կան։ Ես ուզում եմ հասկանալ ինչ են նրանք ընդհանրապես այնտեղ անում։ Այնտեղ ինչ որ վթար տեղի ունեցավ, չէ՞, ինչ որ զոհվել էին իրենց զինվորները։ Ինչ են իրենք այդ Լեռնաձոր գյուղն է, թե չեմ սխալվում։ Եվ հիմա բերել մի հատ հյուպատոսություն բացել այն դեպքում, երբ որ պետք է ընդհանրապես Սյունիքի մարզը մաքրել նրանցից եւ ընդհանրապես Հայաստանը մաքրել, ես կարծում եմ դա ողջամիտ չէ։ Դա նշանակում է գեներացնել նոր վտանգներ, որոնք կգումարվեն արդեն իսկ գոյություն ունեցողներին։ Պարոն Ստեփանյան, երեկ եմ այս հարցը տվել, այսօր էլ ձեզ կտամ Բաքվի բռնապետը նրան ասում են, աշխարհը ասում է, դու պետք է խոչընդոտներ չկան ըստ էության համաձայնագրի ստորագրման համար, վերջին 2 կետը համաձայնեցվել է, պետք է ստորագրվի, նա հակադրվում է։ Նա ապատեղեկատվություն է տարածում, նա կրակում է մեր սահմանների ուղղությամբ, նա հայտարարում է, որ ռազմական այդ վտանգը միշտ կա, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել ռազմական առճակատման։ Նաև ասում է, միեդի որոշումները մենք չենք իրականացնելու։ Այսպես ակնհայտ հակադրվում է եւ չի վախենում ապակառուցողական Երևանից։ Ինչու՞։ Ինչպես է դա հաջողվում Ալիևյան ռեժիմին։ Դուք հիմա տալիս եք մի ֆունդամենտալ հարց, որը ես բազմիցս ուղղել եմ տարբեր մարդկանց Հայաստանում, որոնք որ պետք է այդ հարցի պատասխանը իմանան։ Ես վստահեցնում եմ, որևէ մեկը հստակ պատասխանը չունի։ Կան տարբեր վարկածներ, տարբեր էլեմենտներով, տարբեր կոնցեպտներով, բայց հիմնական, միակ, հիմնական այսպեսի վարկած չկա։ Ես փորձեմ ներկայացնել իմ վարկածը, իմ տպավորությունները։ Եկեք հասկանանք, ինչով է այս պահին հետաքրքիր Հարավային Կովկասը բոլորի համար, ամերիկացիների համար, եվրոպացիների, ռուսների, Չին Արևելքի, Չինաստանի, բոլորի համար, ինչով է հետաքրքիր։ Մենք ճանապարհներով, դա կոմունիկացիաներն են։ Ինչ ճանապարհներ են դրանք։ Որ տարածքը կապում են, որ տարածքի հետ,
Ես վստահ եմ, որ այս ամենը հիմնավորությունը, հա, դա կենտրոնական Ասիան է։ Այնտեղ կա 5 բավականին մեծ երկիր, որոնք ունեն շատ լուրջ ռեսուրսներ, դա աճող շուկա է, աճող տարածք է, այսպես կարելի է ասել, որը ունի որոշակի հեռանկարներ, որպես երրորդ աշխարհի մաս։ Մի փոքր երկար է ստացվել։ Աշխարհում գաղութատիրությունը ոչ միտեղ չի կորել։ Այն շարունակում է մնալ։ Այն անկախությունների շքերթը, որը տեղի ունեցավ 20-րդ դարի կեսերին, դրան հաջորդեց նոր փուլ, որը կոչվում է նեոկոլոնիալիզմ, հա։ Նոր գաղութատիրություն, այսպես կարելի է թարգմանել։ Եվ այդ քաղաքականությունը վարում են բոլոր այն երկրները, որտեղ ապրում է այսպես կոչված ոսկե միլիարդը։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, դա եվրոպական երկրներն են, որոնց շատերը կարծում են, որ Եվրոպան արդեն այլը չէ, Եվրոպան թույլ է, Եվրոպան թուրքերից է վախենում, չգիտեմ, արաբներից է վախենում եւ այսպիսի հիմարություններ աշխարհը շարունակում են նրանք ղեկավարել։ Հիմա կենտրոնական Ասիան դա այդ երրորդ աշխարհի, հա, երրորդ աշխարհի երկրների շատ լավ կտոր է, էլի, հա, հայերեն ասած թիք է։ Կներեք արտահայտության համար եւ հիմա բոլորը ուզում են այդ կտորը բզի լինի իրենց ենթակայության տակ այդ նույն նեոկոլոնիալիզմի, հա, քաղաքականության շրջանակներում։ Դրա համար պետք են ճանապարհներ։ Եկեք պատկերացնենք քարտեզը։ Միջին Ասիան, կենտրոնական Ասիան Եվրամիության հետ եւ նավահանգիստների հետ, որոնք կապում են այդ Միջին Ասիան Ամերիկայի հետ, հա, մեկ ճանապարհ կա։ Դա Ռուսաստան, Հարավային Կովկաս, Իրան։ Ռուսաստանը փակ է եւ որևէ մեկը ցանկություն չունի, որ այդ ճանապարհը անցնի Ռուսաստանով եւ Ռուսաստանը այդտեղ որևէ դերակատարություն ունենա։ Ռուսաստանը այդ պրոյեկտի բնական հակառակորդն է եւ թշնամու։ Իրանը այս պահին փակ է եւ նույնպես ունի շատ լուրջ խնդիրներ այդ ոսկե միլիարդի հետ։ Հարավային Կովկասը, որը բաղկացած է 3 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Ճանապարհը գալիս է Կասպից ծովով եւ մտնում է Ադրբեջան։ Ադրբեջանից հետո կա 2 ճանապարհ՝ Վրաստանով եւ Հայաստանով։ Իսկ Ադրբեջանով մեկն է, այսինքն Ադրբեջանը դուբլոր չունի, միակն է։ Հիմա պայմանական կարող ենք ասել, որ Ադրբեջանի քաշային կարգը, այս քաղաքական աշխարհակաղակական կոնֆիգուրացիայում հավասար է Վրաստանի եւ Հայաստանի քաշին, միակ, հա։ Այսինքն Ադրբեջանը 2 անգամ ավելի լուրջ դերակատարում ունի այս պոտենցիալ աշխարհակաղակական նախագծում, աշխարհատնտեսական նախագծում, քան Հայաստանը կամ Վրաստանը։ Այստեղից է գալիս այս պահին Ալիևի իրեն թանկ վաճառելու ձգտումը։ Ինքը ուզում է իրեն վաճառի հնարավորինս թանկ, ուզում է մաքսիմալը ստանա։ Բայց կարող ենք ասել, որ չի կարողանում կամ չի հաջողվում այս պահին առանց այս պահին չի հաջողել, որովհետև դրան առաջին հերթին դեմ է եղել թիվ 1 բենեֆիցիա այդ պրոյեկտի, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Բայդենի Ամերիկայի Միացյալ։ Հիմա եկել է Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ դեռ պարզ չի։ Ես Բաքվում չեմ եղել, երբ որ Վիտկոֆը բանակցում էր Ալիևի հետ, ես չգիտեմ ինչ էին բանակցում, բայց այն, որ նրանք չեն հասել ընդհանուր հայտարարի, դա ակնհայտ է։ Եվ Վոլցի հայտարարությունը Twitter-ում, որը եղավ 2-3 օր հետո, դրա վառապացույցն է։ Կկարողանան պայմանավորվել հետագայում, թե ոչ, դա հարց է։ Կպայմանավորվեն մեր հաշվին, դա էլ է հարց։ Ալիևը շարունակում է առևտուր անել։ Ես կարծում եմ, որ նրանից հետո, երբ որ Աֆղանստանից կոնտինգենտը դուրս եկավ ամերիկյան եւ բաների, հա, դաշնակիցների կոնտինգենտը, Ադրբեջանի դերակատարումը կտրուկ նվազեց։ Եվ Ալիևը բողոքում էր, չէ, ասում էր, առաջ երբ որ մենք ձեզ պետք էինք Աֆղանստանում, դուք մեզ հետ հաշվի եք նստում ամերիկացիներին, հա, Բայդենի վարչակարգ։ Հիմա մեզ բանի տեղ չեք դեն։ Հիմա եկել է նոր кейս, նոր գործարք։ Հիմա Ալիևը փորձում է իրեն հնարավորինս թանկ վաճառել եւ պահանջում է որպես դրա դիմաց ստանալիք Հայաստանը։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Եվ դրա մեջ տեղավորել Ալիևի այն հայտարարությունը, որ անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին, ասել, որ տարածքները ուկրաինական օկուպացված են Ռուսաստանի կողմից, իրենք որպես երկու պատերազմ տեսած երկրի ղեկավար ինքը կարող է ասել, որ միանշանակ դրանք Ուկրաինայի տարածքներն են եւ Ռուսաստանի օկուպացիայի ներքո են գտնվում, այսինքն Ռուսաստան դաշնակից Ռուսաստանի դեմ այսպիսի հայտարարություններ անելով փորձում է այդ վաճառքի տրամաբանության մեջ տեղավորվել։ Ռուսաստանը այս պահին աշխարհում դաշնակիցներ չունի, ընդհանրապես։ Նա ունի մեկ դաշնակից, դա Լուկաշենկոն է, որը ստիպված է։ Բելարուսն իրենց դաշնակիցը չի։ Լուկաշենկոն է դաշնակից, որտեղ Պուտինի անձնական պատլեցն է։ Դաշնակից չունի։ Հիմա Ալիևը վաղը, եթե պետք է, եթե նա հասկանա, որ դրա դիմացն լուրջ պրեֆերենցիա է ստանում, նա կարող է ասել, որ Պուտինը երեխաներին եփում եւ ուտում է։ Դա էլ է սпасելի։ Այսինքն այդ առևտրի Իհարկե, վաղը եթե պետք լինի, ինքը 1 ժամվա ընթացքում Ռուսաստանին կգցի։ Ինչ դաշնակից, ինչ բան։ Հիմա այս պահին ինչ որ բաներ է փոկում, ինչ որ բաներ դեռ գազ են ծախում, բան են ծախում Ադրբեջանի տարածքով Եվրոպա, այս գործեր են անում, էլի։ Բայց վաղը եթե նա հասկանա, որ ավելի շատ բան կարող է ստանա ԱՄՆ-ից, միանգամից կգցի Ռուսաստանը, եւ նույնը երթողանը կանի։ Եվ դա լինելու է։ Սա է ընդհանուր այն պատկերացումը, որը ես ունեմ, կախված Ալիևի այդ համառության հետ եւ նրա դիրքերի այսպես կոչված ամրության հետ։ Եվ ոչ մեկ չգիտի արդյոք նա կստանա այն ինչ ցանկանում է։ Ես կարծում եմ այստեղ նաեւ մենք ունենք շատ բան։ Այլ շատ լավ է, որ անդրադարձակ մեր դերակատարությանը։ Հիմա Ալիևը առևտուր է փորձում անել, իսկ մենք ինչ ենք անում։ Մենք ունենք առևտրի հնարավորություն, եթե ունենք, արդյոք օգտվում ենք այդ հնարավորությունից, թե չենք օգտվում։ Ինչու ենք զբաղված։ Իհարկե ունենք։ Դե գիտեք, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ խաչմերուկը շատ ինչ որ քմծիծաղներ առաջացրեց, հա, մարդիկ փորձում էին զրոյի հավասարացնել այդ գործընթացը։ Խաղաղության խաչմերուկը դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է այս տրամաբանության մեջ, որ Հայաստանը պատրաստ է լինել այդ միջանցքի մասը, աշխարհակահաղական, աշխարհատնտեսական միջանցքի մասը եւ որևէ խնդիր չի տեսնում նույնիսկ Իրանի հետ այս հարցում։ Ու հասկանալի է, որ սա չափազանց, այսպես ասեմ, պատրանքային մոտեցում է այսօրվա աշխարհում, բայց այնուամենայնիվ սա կոնցեպտ է եւ սա կոնցեպտ է, որին դեմ ոչ մեկ չի կարողացել արտահայտվել, հա? Խոսքը գնում է լուրջ դերակատարների մասին, խոսքը մեր ընդդիմության մասին չի։ Հիմա մեր անելիքները հետևյալն են, մենք պետք է նաև հերթական անգամ եւ ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներում մեր գործընկերներին հավաստիացնենք, որ մեր տարածքով ամենալավ մարշրուտն է, հնարավորինս մարշրուտներից մեկն է, որը մենք կարող ենք տալ եւ այս հարցում մենք պետք է մտնենք կոնկուրենցիայի մեջ, մրցակցության մեջ Վրաստանի հետ։ Եվ այստեղ կա շատ մի կողմից շատ վատ է, որ Վրաստանն դարձել է Իվանիշվիլյան Վրաստան, մի կողմից լավ է։ Վրաստանն այս պահին Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է, շատ լուրջ։ Տեսեք, մենք եկանք հասանք մի հատ ուրիշ կոնֆիգուրացիա, որը լրացնում է նրան։ Եթե Վրաստանը շարունակում են Ռուսաստանի ազդեցության տակ, Վրաստանով այդ կոմունիկացիաները դժվում են հարցականի տակ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Եթե Ուկրաինայի շուրջ չլինի կոմպրոմիս, որը ես անձամբ չեմ սպասում։ Ես չեմ սպասում կոմպրոմիս։ Այո, չէ, ես չեմ սպասում, որ այդ հարցը կփակվի ընդհանուր առմամբ։
Այստեղից հարցը առաջանում, որտեղով պետք է անցնի։ Պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Եթե Հայաստանի տարածքով պետք է անցնի նաև Ադրբեջանի տարածքով։ Եթե պետք է անցնի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ուրեմն պետք է լինի խաղաղություն։ Մենք ունենք շատ լուրջ հնարավորություններ եւ դաշտ աշխատանքի համար։ Մենք պետք է բոլորին համոզենք, որ Ադրբեջանը դեստրուկտիվ կողմ է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ այնքան, որքան նրան չի հասնում, որքան նրա ռեսուրսները նրան չեն բավարարում, որպեսզի նա ձգտի այդպիսի նպատակներ դնել իր առաջ։ Եվ սա է մեր ճանապարհը, եւ մենք պետք է հնարավորինս շատ մեծ գործընկերային հարաբերություններ ծավալենք եւ ԱՄՆ-ի հետ եւ Եվրամիության հետ։ Կարող ենք ասել, որ իշխանությունը ճիշտ հակառակն է անում, որովհետև երկու կետերը երկար ժամանակ չենք համաձայնում Բաքվի պահանջով համաձայնեցնել, բայց ի վերջո համաձայնեցրեցինք։ Այսօր Արդարադատության փոխնախարարը նշել է, որ սահմանադրության տեքստը պետք է մինչև 2026 թվականի ընտրություններ պատրաստ լինի, շատ սեղմ ժամկետ ունեն դրա համար, այսինքն պատրաստվում ենք նաև այդ պահանջը երևի թե բավարարել, ինչ կարող եք ասել։ Ես չեմ կարծում, որ անում են ուղիղ հակառակը։ Ես այդպիսի ցուցիչներ չեմ տեսնում, բայց ես ընդհանրապես չեմ հասկանում սահմանադրության այդ հարցը ինչպես պետք է լուծենք։ Սա ինձ համար փակուղի է, գոնե այս պահին, եւ այս փակուղային իրավիճակը ստեղծում է Ալիևը գիտակցաբար, շատ լավ հասկանալով, որ Հայաստանը երբ որ մտնում է փակուղի, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, իսկ նրա նպատակը դա է։ Ինչու է փակուղի։ Ենթադրենք, որ այդ սահմանադրական այդ հանձնաժողովը մշակում է այդ սահմանադրության տեքստը եւ Ալիևի պահանջները եւս ներառվում են նրա մեջ։ Ինչա լինելու։ Լինելու է սահմանադրական հանրաքվե, որտեղ տապալվելու է այդ նախագիծը։ Ինչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո Ալիևը հայտարարելու է, որ ռևանշիստ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը եւ դաշնակները, այլ ամբողջ հայ ժողովուրդը, որը չի ցանկանում խաղաղության գնալ եւ Ադրբեջանի նկատմամբ ունի տարածքային պահանջներ եւ նկարտումներ։ Դրանից հետո եթե Ալիևը հնարավորություն ունենա հարձակվել, նա հարձակվելու է։ Սա փակուղի է։ Ես անձամբ անկեղծ ասեմ, ես չեմ պատկերացնում այս փակուղուց ինչպես դուրս գալ։ Ես կարծում եմ, որ ուղղակի պետք է այդ հարցը չներառել սահմանադրական փոփոխությունների փաթեթների մեջ։ Չդիտարկել սցենար, որ իշխանություններին հաջողվի հանրության հետ այս 1 տարվա ընթացքում այնպես խոսել, որ բերել հանգեցնել դրական։ Իշխանություններին չի հաջողվել Գյումրիում նստեցնել քաղաքապետ։ Ինչի մասին եք խոսում։ Ես բացառում եմ դա գրեթե։ Գյումրի ընտրությունների արդյունքները կամ ընդհանուր պատկերը ինչի վկայություն է ձեր կարծիքով։ Ժողովրդավարության ամրապնդման հետ նահանջի դուք ինչպես կբնութագրեք առհասարակ ինչ։ Ժողովրդավարությունը ոչ ամրապնդվել է, ոչ հետ է նահանջել, ինչու ազատ ընտրություններ չեն անցկացվել։ Եղել են կոնկուրենտ ազատ ընտրություններ, այնպիսի ընտրություններ, որոնք հնարավոր է անցկացնել այս պահին Հայաստանում, ամեն ինչ համեմատության մեջ է։ Շվեյցարական ընտրություններ չեն եղել, բայց ամենայն դեպս այնպիսի ընտրություններ, որոնք անցկացվում են Ադրբեջանում, Իրանում կամ Ռուսաստանում, դա այդտեղի չի եղել։ Եղել են կոնկուրենտ ընդհանուր առմամբ ընտրություններ, եւ այն պատկերը, որը կա, դա իրականություն է։ Այո, իշխանությունը ձախողվել է իր տեսանկյունից, իշխանության տեսանկյունից։ Այլ խնդիր է, որ նրանք հիմա օգտագործելու են այդ պարոն Ղուկասյանին, քաղաքապետի պաշտոնում, որպես մի ցած խրտվելակ, հա, բոբո, որով վախեցնելու են բոլոր ընտրողներին Հայաստանի ամբողջ մասշտաբներով, թե տեսեք ինչ է ձեզ սպասում, եթե դուք խելքի չգաք։ Եվ այո, ձեր ընտրությունը Վարդան Ղուկասյանների, երկու Վարդան Ղուկասյանների միջև է եւ մեր միջև է։ Այլ ուժեր ուղղակի չկան, ընտրեք, կամ նրանց եք ընտրում, կամ մեզ եք ընտրում։ Ես հերթական անգամ իմ կանխատեսումը ասեմ, եթե կախված ընտրությունների հետ 26-ի ընտրություններին ԿՊ-ն առաջի տեղով է դուրս գալու, բայց նա չի ստանալու այնքան ձայն, որը թույլ կտա իրեն, հա, միայնակ կազմել կառավարությունը։ Եվ այստեղ շատ մեծ հարցեր են առաջանալու, թե ինչ է լինելու։ Եվ այո, նաև չի բացառվում, որ Գյումրիի սցենարը կրկնվի եւ այն ուժերը, մնացած ուժերը կարող են ինչ որ հրաշքով պայմանավորվել եւ ստեղծել կոալիցիա եւ ԿՊ-ին թողել ընդդիմություն։ Դա էլ չի բացառվում։ Պարոն Ստեփանյան, Իրանի թեմայով ամփոփենք հիմա բանակցությունները, որոնք սպասվում են Օմանում։ Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել։ Ինչ սպասել իրադարձությունների զարգացման, որ սցենարն է ավելի հավանական։
Ես չունեմ միանշանակ պատասխան ձեր հարցին, այն որ բանակցություններ են գնալու, դա շատ լավ է, դա արդեն շատ լավ է։ Բանակցությունները լինելու են միջնորդավորված, Օմանի արտգործնախարարն է լինելու որպես միջնորդ։ Ես հուսով եմ, որ լինելու է կոմպրոմիս։ Գիտեք, Թրամփը այնպիսի պահանջներ է առաջադրել Իրանին։ Ես դες մի բան ասեմ միակ։ Նա պահանջել է, որպեսզի Իրանի միջուկային օբյեկտներում ոչ թե ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները լինեն, այլ հենց ամերիկյան տեսուչները հսկեն։ Նա պահանջել է Իրանին հրաժարվել հեռահար հրթիռների ծրագրից։ Նա փաստացի պահանջում է Իրանի կապիտուլյացիան որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Իրանը միանշանակ շարունակում է մնալ տարածաշրջանային գործոն եւ այդ դերից չի պատրաստվում հրաժարվել։ Ես հուսով եմ, որ լինելու է կոմպրոմիս գոնե միջուկային ծրագրի մասով, ինչը թույլ կտա խուսափել մեծ պատերազմից, իրականում մեծ պատերազմը ոչ մեկին պետք չի։ Ոչ մեկին պետք չէ։ Իսրայելին պետք է, եթե լինելու է Իրանի լիակատար ջախջախումը, բայց Իրանի լիակատար ջախջախում շատ դժվար լինի։ Դա շատ դժվար է պատկերացնել, հա, այդ գործընթացը կարող է տասնյակ տարիներ տևել։ Տեսեք, ինչ է տեղի ունեցել Իրաքում, ինչ է տեղի ունեցել Սիրիայում, փոքր Սիրիայում, հա, 11 թվականում այդ գործընթացը սկսել է, 24-ին նոր ավարտվել իշխանափոխությամբ, բայց գործընթացները չեն ավարտվել։ Սիրիան հիմա պոտենցիալ դաշտ է, որտեղ Իսրայելը եւ Թուրքիան կարող են մտնել լուրջ հակամարտության մեջ, չհաշված քրդերի գործոնը, չհաշված մնացած այդ ցեղերի գործոնը եւ այլն։ Այսինքն Իրանը դա մի Պանդորայի արկղ է, որը եթե բացեն, շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ եւ դա Թրամփն էլ է հասկանում, նույնիսկ Իսրայելում են դա հասկանում եւ Ադրբեջանում են հասկանում, բոլոր ծոցի երկրներն են դա հասկանում, բոլորը գիտեն ինչի կարող է դա բերել։ Դրա համար ես հուսով եմ, որ այնուամենայնիվ ռազմական սցենար չի լինելու, այն որ Եմենի հութիները նորից լուրջ հարվածներ են լինելու Եմենի ուղղությամբ, դա կարծում եմ ակնհայտ է, այսինքն ամեն ինչ արվելու է, որպեսզի իրանական այդ պրոքսիներն ջախջախվեն Հեզբոլայի եւ Համասի օրինակով, բայց ես ավելի շատ հակված եմ կարծել, որ մեծ պատերազմ չի լինելու։ Ինչու՞ չի լինելու, որովհետեւ միայն հրթիռային հարվածներով տապալել այաթոլլաների ռեժիմը հնարավոր չէ։ Իսկ ցամաքային օպերացիայի համար ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ն տարածաշրջանում բավարար ուժեր չունեն։ Չկա այդ կոնտինգենտը։ Երբ որ ես տեսնեմ, որ այդ կոնտինգենտը բերում են եւ Իրանը բոլոր կողմերից շրջապատում են 100,000-ավոր զորքեր, այդ ժամանակ կարող ենք այդ սցենարը դիտել։ Այս պահին այդպիսի սցենար չկա, որովհետեւ ամբողջ տարածաշրջանում ամերիկացիները լավագույն դեպքում 6 երկրներում ունեն մոտ 50,000 զորակացմ, իսկ դա շատ քիչ է ցամաքային օպերացիայի համար։ Իսկ Իսրայելը իր զորքերը չի կարող բերել եւ հասցնել Իրանի տարածք, որովհետեւ կիսում են նրան բաժանում է Իսրայելից, Իրանից այլ երկրներ, որոնք եթե տարածքը տրամադրեն, միանգամից Իրանի համար կդառնան թիրախ, ինչի մասին Իրանը արդեն բացահայտ ասել է, 6 երկիր է նշել, ցավոք Ադրբեջանը դեռ նրանց ցանկում չէ։ Հա, պես որ ես հուսով եմ, որ ողջամտությունը եւ ռացիոնալիզմը կհաղթեն եւ բանակցությունները կունենան գոնե ինչ որ միջանկյալ արդյունք եւ պատերազմ չի լինի։ Շնորհակալություն, ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, դուք կարող եք մեր ուղիղ եթերներին հետևել Patreon-ում, նաև աջակցել էկրանին երևացող QR կոդով։